Սա Էմրեն է, մեր գլխավոր կերպարը։ Քաղաքաբնակ, չաղ, վատ դաստիարակված, անընդհատ չարաճճիություններ անող մի երեխա։ Սա նրա մայրն է, սա էլ Էմրեի կատուն, Փասփասը։ Նրա հետ ավելի ուշ ենք ծանոթանալու։ Կարևոր կերպարներից է Քանդալաբին։ Հետո երբ ագարակ գնա այնտեղ նրա հետ կծանոթանա։ Բնականաբար այլ կերպարներ էլ կան, սակայն գլխավորները հենց իրենք են։ Çocukları çok seviyorum çünkü ben hala çocuğum. Երեխաներ շատ եմ սիրում, որովհետև ինքս էլ դեռ երեխա եմ։ Sen Erdil değilsin. Senin Ընկերս ինձ ասում է, դու Էրդիլը չես, քո մեջ քեզ ղեկավարող 8 երեխա է ապրում։ zaten bu kadar uzun. Onlar Դրա համար էլ այդքան բարձրահասակ ես։ hala çocuk kafadasın. Երեխայի խելք ունես, երեխայի պես խաղալիք ես գնում, խաղում, երեխայի պես էլ մտածում ես։ Düşünüyorsun diye söylerler bana. Դե ինչ մեղքս թաքցնեմ, այդպես է։ Փորձում եմ պահպանել մանկությունս։ Այդ իսկ պատճառով երեխաներին էլ եմ շատ սիրում, մանկությունն էլ։ Çocukluğumu da çok seviyorum. Sonra bir gün İzmir'e gittim. Çocuktum abi. Մի օր Իզմիր գնացի։ 8-9 տարեկան էի։ Իզմիրում մի զարմիկ ունեի, ով ծաղրանկար էր O անում։ da 12 yaşlarında falan ama 12 Նա yaşındayken 12 տարեկան էր, բայց արդեն սկսել էր ծաղրանկարներ uղարկել Հյուրիետ թերթին։ Ekim'de çizmeye başladım. Böyle olunca bütün aile onu Դրա պատճառով ընտանիքը նրան ավելի լավ էր վերաբերվում։ Այս երեխան ուրիշ է, շատ ընդունակ է, այսպիսին է, այնպիսին է եւ այլն։ O çiziyor, ne çiziyor falan. Ես էլ նրան նախանձեցի։ Benim yaptığım Ասացի մի տեսնեմ ես ոնց է babamın նկարում։ yapıyor. Ama hakikaten Զարմիկս bakınca ben de ամպիկներ էր gülüyorum. պատկերում, ես էլ նայում էի ու ասում, ինչ ծիծաղելի է։ Sonra dedim ki, Մի օր էլ beni de մտածեցի, sevsinler diye. եթե ուզում եմ, որ ինձ էլ շատ Gece սիրեն, bunun ուրեմն ես էլ plakatını պետք է çaldım. նման մի Sabaha բան kadar անեմ։ Oturdum kimse görmeden aynısını taklit ettim. Մի գիշեր նրա ծաղրանկարներից մեկը գողացա ու բոլորից թաքուն ամբողջ գիշեր փորձեցի արտանկարել նույն պատկերը։ Hiç ara vermedim. Hala karikatür çiziyorum. İyi işte. Karikatür de çok eğlenceli ama Հաջորդ օր asıl ընտանիքից bana ցույց տվեցի, en çok թե թող ինձ էլ hoşuma սիրեն։ gittiği zaman zaten Ես էլ եմ şey ծաղրանկարիչ։ işte karikatürist, yazar, heykeltıraş, Սիրեցին։ bilmem ne diye böyle Այդ օրվանից ահա uzun նկարում uzun եմ։ anlatmayı sevmem. Direkt karikatüristim. Bu internette bulduğum bir şey. Սա համացանցում եմ գտել։ Orijinalinde Բնօրինակի վրա Օբաման է suratında. պատկերված։ Զվարճանալու համար եմ Yani sırf նկարել։ eğlenmek için Tayyip Erdoğan'ın suratını Իսկ այս մեկի վրա Ռեջեփ Թայիպ Էրդողանի նկարն է պատկերված, մեզ համար ավելի հետաքրքիր կերպար է։ Ինձ համար այս ամենն ամբողջությամբ ուրախ ժամանակ անցկացնելու ծիծաղելու միջոց է։ Այդպես գլուխն էլ մեծ ու հարմար է։ Böyle bir şey için. Այսքան բան։ Bu kadar. Թուրքիայում ապրող մարդիկ երգիծանքի հետ շատ հաշտ են։ Երկար տարիներ է արդեն մարդիկ երգիծանքը կիրառում են ասելիքը տեղ հասցնելու համար։ Այն դեռ Օսմանյան կայսրության, Սելջուկյան կայսրության ժամանակներից է գալիս։ Հնում եթե ինչ-որ բան փորձեիր բացահայտ ասել, գլուխդ կարող էին թռցնել։ Դա շատ բնորոշ էր նախկին կայսրության մշակույթին։ Օրինակ այն ժամանակ Փադիշահն էր ղեկավարում եւ պատկերացրու, եթե Փադիշահին կոպիտ մի բան ասեիր, ապրելու հավանականություն գրեթե չէր լինի։ Բայց այ եթե դա երգիծանքով ասեիր, ավելի նուրբ, միգուցե էժան պրծնեիր։ Վարչապետ Էրդողանին 8 կենթանու կերպարով պատկերեցին ամսագրի շապիկի վրա ու տակն էլ գրեցինք Թայիփների ընտանիքը։ Դատական գործ բացեցին։ Վարչապետը մոտ $25,000 փոխհատուցում պահանջեց։ Դատարանը հայցը չբավարարեց։ Շատ ծիծաղելի էր։ Ու մեկ էլ մի օր երեկոյան միացնում եմ հեռուստացույցը ու լրագրողներից մեկը Էրդողանին հարցնում է. Ծաղրանկարների համար հարուցված հայցը մերժվել է, ինչպես կմեկնաբանեք։ Էրդողանն էլ նայելով էկրանին պատասխանում է. Սա այսպես չեմ թողնի։ Հետամուտ եմ լինելու։ Ես որ նայեցի էկրանին, պատկերացրեցի, որ ինձ է ասում։ Վախեցա։ Դե լավ, այդպես չես թողնի մի թող։ Հետո վարչապետը գնաց եւ հայց ներկայացրեց վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ էլ հարցը մերժվեց։ Այդպես էլ գործը փակվեց գնաց։ Հիմա ձեռքից երկու փաստաթուղթ կա առ այն, որ վարչապետը անհիմն բաներով է զբաղվում, անկապ հայցեր է ներկայացնում,
որոնք դատարանը մերժում են։ Kendi kendime taktığım lakaplar. Եթե ես իմ արածի վրա չծիծաղեմ, հետաքրքիր չի լինի։ Öyle başlıyor. Ինքս ինձ վրա էլ եմ շատ ծիծաղում։ Ինձ մականուն եմ դրել, քոջա քեֆալը, մեծագլուխ։ Հաճախ Twitter-ով, Facebook-ով էլ եմ կիսվում մարդկանց հետ։ Ասենք գրում եմ, որ այսօր այսպիսի հիմարություն արեցի, մի խենթ բան արեցի եւ այլն։ Katı olmaması lazım. Երգիծաբանը պետք է ուժեղ լինի։ Այսինքն, եթե ինչ-որ մեկի վրա ծիծաղում ես, պետք է նաև քեզ վրա կարողանաս ծիծաղել։ Այդ պատճառով էլ ծիծաղում եմ։ Ինձ քննադատել շատ եմ սիրում։ Հաճելի է նաև, երբ ուրիշներն են դա անում։ Zor değil. Aslında bize en çok söylenen şeylerden bir tanesi ne biliyor musun? Şey diyorlar hep. Դժվար չէ, մեզ մոտ օրինակ այսպես են ասում։ Թուրքիայում այնքան հեշտ է լինել ծաղրանկարիչ, այնքան դարդեր ունենք, որ։ Այսինքն մտածում են, որ դարդերից երգիծանք դուրս բերելը հեշտ է։ Մի կողմից ճիշտ է ասված։ Այսքան հոգս ունեցող երկրի մասին սրամիտ կատակներ անելը դժվարություն չի ներկայացնում։ Այսինքն բազում նյութ ու թեմա կա, քաղաքական, սոցիալական եւ այլն։ Սակայն մյուս կողմից էլ դժվար է նրանով, որ ինչ էլ անես, ոչինչ չի փոխվում։ Արդեն 50-100 տարի է նույն վիճակն է, ոչինչ չի փոխվում։ Մշտապես նույն խնդիրներն են։ Karikatürde kendimi şeyi çizdim böyle kasksız. Այս ծաղրանկարում ինքս ինձ եմ պատկերել։ Առանց սաղավարտի, տկլոր-մկլոր, առանց պաշտպանող հագուստի։ Sakın yanılmayın. Ben her zaman böyle bir Սովորաբար մոտոցիկլ այդպես չեմ վարում։ Միշտ սաղավարտ ու պաշտպանիչ հագուստ եմ կրում։ Բայց հանգիստ եղեք։ Իմ ծաղրանկարին ոչինչ չի պատահի։ Նա անմահ է։